ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, թե որքանով են Wikileaks-ի հրապարակած 8771 փաստաթղթերում ներգրաված դեպքերը համապատասխանում իրականությանը, սակայն հայտարարում է, թե մեջբերում եմ ահաբեկիչներից եւ թշնամիներից ամերիկացիներին պաշտպանելու գործում հետախուզական կառույցների կարողությունները հարցականի տակ դնելու Wikileaks-ի մտադրությունը չի կարելի դնել կասկածի տակ։ Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով էլ յուրաքանչյուրին պիտի մտահոգի գաղտնի տեղեկությունները հրապարակելու փաստը։ Այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են ազգային անվտանգության եւ գաղտնի տեղեկությունների մասին փաստաթղթեր, պիտի զայրացնի այս երկրում բոլորին։ Սրանք այնպիսի բացահայտումներ են, որոնք վնաս են հասցնում մեր երկրին, մեր անվտանգությանն ու բարեկեցությանը։ Կենտրոնական հետախուզական վարչության օրինակով Սպայսերը չի մեկնաբանում Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերում նշված տեղեկությունների ճշմարտացիությունը, սակայն կիբերանվտանգության հարցերով մի քանի փորձագետներ եւ հետախուզության նախկին աշխատակիցներ Ամերիկայի ձայնին ասել են, թե դրանք թվում են ճշմարտացի։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով դասախոս Ջոնաթան Առանսոնի խոսքերով փաստաթղթերն ապացուցում են, որ կենտրոնական հետախուզական վարչությունը կատարել է իր առջև դրված պարտականությունները։ Երկրի կառավարությունը կենտրոնական հետախուզական վարչությանն ամեն տարի միլիարդավոր դոլարներ է հատկացնում, որի մի մասը, ինչպես եւ նախատեսված է, պիտի ծախսվի լրտեսություն իրականացնելու համար, լրտեսելու ոչ թե ամերիկացիներին, այլ բոլոր այլոց։ Wikileaks-ը հայտարարում է, թե փաստաթղթերը ձեռք է բերել ԱՄՆ-ի կառավարության նախկին մի հաքերից, իսկ հետախուզության պաշտոնատար անձանցից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը, Ամերիկայի ձայնին ասել է, թե դրանց աղբյուրը հավանաբար կենտրոնական հետախուզական վարչության պայմանագրային ինչ-որ աշխատակից է։ Սակայն ԱՄՆ-ի եւ Արևմուտքի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ավելի շատ մտահոգում է այս հարցում Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները դեռևս հունվար ամսին էին հրապարակել մի զեկույց, ըստ որի եզրակացության շարունակական հարաբերություններ են առկա Ռուսաստանի հետախուզության եւ Wikileaks-ի միջև։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։